Սիրելի հետևորդներ, ահա այսօր էլ սունկն ենք տիրապտում մեր լեզվով ասած, այն որ սունկ ես ճարում, ուրախանում ես, ոյ, ես սունկերս գտես, իշքան հավես է, բա այս սունկ մաքրել է իշքան դժվար է, այն որ ասում ես, վայ, ինչ եմ այսքան շատ քաղել, բայց դե թող շատ լինի, քիչ-քիչ կամաց-կամաց կմաքրենք, կլվանանք, ինչ ես նայում, այսքան է լվացած է, այս մեկը լավ լվացած է, այս մեկը կիսա լվանալ է, պետք է նորից հոսող ջրի տակ, լավ լվանամ, այստեղ մեկ արկղ պետք է լվանանք, լցնենք ջուրը, մաքրենք և այստեղ էլ էլի սունկ կա, մաքրում են, ինչը սիրուն շարել ես հրա, մաքրման աշխատանքներ է գնում այստեղ, դույլի մեջ էլ կա, մինչև ես սրանք խաշեմ կդնեմ սառցախցիկ, մի հատ համով համեղ բաղադրատոմս եմ իմացել, այդ բաղադրատոմսով հիմա սունկ եմ սարքում, ջեռոցում եմ պատրաստում, նոր էլի հողամասից մառաժո ենք բերել, սրանք էլ առանձին կեփենք, տապակի մեջ եմ դնում սունկը, տապակի մեջ սնկերն ենք դնում, ցավեսի, ինչ էլ բան է, թարս են աճել, առանց կտրատել ենք անում, այս սնկերը սիրուն շարում ենք, սունկը լվանալուց ջուր է իր մեջ կլանում, բայց հեսա որևէց փոքրանալու է, հենց անենք, որ մի անգամից շատ տանի, դասավորենք, կաղա էսի, սենց, տեղավորինք, սունկը շարեցի տապակի մեջ ու հիմա ինչ եմ լցնում, յուրաքանչյուրի վրա եմ ցանում, մենակ թե աղի չանեմ, նորմալ սովորական լցնում եմ, մի հատ ջեռոցը միացնեմ, նոր մնացած համեմունքները կավելացնեմ, աղը լցրեցի սիրելի հետևորդներս, այստեղ հենց ես մարզա եմ լցնելու, այս մարզայի ամանն է, մանրացնեմ, փշուրներ անեմ, յուրաքանչյուրին մի փոքր մարզա եմ լցնում, դաշտի մարզան ասա, սարի մարզայա, հոտն էլ սուր եկավ, յուրաքանչյուրին էլի կարմիր պղպեղ, շատ քիչ,
լցրել եմ, նորից եմ ասում, սիրելի հետևորդներս, մեկ է տեսար գրում եք էլի, թե ինչ լցրեցիր Նազ ջան, ուրեմն սնկերը լավ լվացել եմ, չեմ կտրատել, դրել եմ տապակի մեջ, վրան լցրեցի աղ, կարմիր պղպեղ և ծիտրոն, ու մնաց վերջինը, վերջի բաղադրիչը, սա էլ հիմա կտրատեմ դնեմ ու դնեմ ջեռոց, պատրաստում եմ ջեռոցում։ Ովքեր չեն փորձել այս տարբերակով, վստահ կասեմ, որ փորձեք, ես էլ եմ մի քանի օր առաջի անգամ կերա ու շատ հավանեցի ու մտածում եմ, ասում եմ, ամեն անգամ սունկը էփում ենք, ձուն կոտրում ենք վրան, համը կորցնում է, այս տարբերակով շատ համով է, սիրելիներս, փորձեք անպայման։ Եվ վերջի բաղադրիչը, սիրելի հետևորդներս, փոքր կարագներ եմ սենց կտրում, դնում, մի կողմի վրա չեմ դնում, փոքրիկ տարբեր մասերում։ Սոֆին հելլերնդե ասեց, էթամ հենց գան ազոքուրիկ կգասնդե, կանչեմ, Ռոմանիեն ճաստիկը, ահա, ու ես մեկ ընգավ տապակի մեջ, բայց դե հանեցի։ Եվ մտածում եմ, որ այս բացվածների վրա կարագը չի պահի, պիտի բացված երևի սունկը չլինի, բայց դե մեծ սուն կա, որոշեցինք սրանից ազատվենք։ Սառցախցիկում ամենահարմարը այդ փոքր սնկերն են, համ մաքրել, էփելն է հեշտ, համ է մսոտ են այդ սնկերը։ Ահա սիրելի հետևորդներս, սումկը արդեն վերջնականապես պատրաստ է, բայց ոչ էփված։ Սա մինչև էփելն է տեսքը, դոյի պոսլի ենք անում։ Հիմա տեսեք, այսպես է, վերջում էլ կտեսնեք, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ոնց կլինի, քանի որ ես էլ եմ առաջին անգամ պատրաստում, և ջեռոցն էլ արդեն տաք է։ Մինչև սունկը պատրաստ կլինի, ես այս կողմի վրա վերջնական այս սունկը լվանամ։ Հատ նորից հոսող ջրի տակ լավ պահեմ լվանամ։ Եվ ես այս պահին, սիրելի հետևորդներս, մեծ ու փոքր եմ անում, կուճուր սնկերը առանձին եմ լցնում, առանձին եմ խաշելու։ Այս փոքրերը նաև լավ մարինատ են լինում, թթու են լինում։
Սա լվացինք, առանձնացրինք։ Կայնին և մաջալին գործ եմ անում։ Հլին գործերով պտի անի։ Այսենց անենք։ Իսիշ լավ փոքրերն են։ Ոյ, մի հատ անջատեմ, չմոռանամ սունկը նայեմ, դուք էլ չմոռանաք բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։ Այս ջուրն էլ է համով չեմ թափելու, բայց որոշեցի այս պահին մի քիչ կարագ դնեմ։ Այդ կարագը հալվեց, լցվեց ջրի մեջ։ Ամեն մեկին նորից մի քիչ կարագ դնեմ։ Սունկը այդտենց ջուր է դուրս տալի իրանից։ Փոքրացան սնկերներ։ Այս ջրով հիմա լավ հաճարով փլավ կլինի էփել։ Այսի նորից ջեռած։ Ջուրը քամեցի, թող այն էլ տենց տապակվելու նման լինի։ Էլի։ Հա, այս էլ են լավ նոր եկած, դուրս եկած սնկերն են պինդ մսոտ։ Ահա, սիրելի հետևորդներ տժտժում են և ես ինչ եմ ուզում անել, ուզում եմ այստեղ մի քանի հատ ծնեպեք գցել, թող այս ջրի մեջ այս ծնեպեկն էլ այսպես էփվի, տեսեք ինչ հավեսին տեսք ունի, բա ինչքան համեղ է, համեղ, Մարին մոտն է բացը։ Հրամ, դե լսում կնայի, տեսա բան չանեմ, ջրալի լինի, չէ, լավ է տենց։ Հանի, ասա Մարին ատեն, չէ, լիլի թարի որ սունկ ուտես, ենքան համով է, դու տենց սունկ կերած չկաս, որ շուտ լավանաս, արի, նում ենք, ոյ, հավեսին էպվելա, ահա սիրելի հետևորդներս ընտիր է եղել, Սաղ էսա որ մի հատ ուտես, կասես բոլորը ինձ, բոլորը տվեք ինձ, բայց մառաժոն իշքան համովա, հետո այդ հոտից կատուները կսկսեն մլավեն, ուխ լիլիթ, ինձ է սղում ասունկը, կատուները հոտից մլավեն, հիշում ես բանից, լավ կատուների ան մի տուր, ահա, սունկ ենք ուտում,
հավեսին։ Տար։ Շիշ։ Ահա սիրելի հետևորդներս պատրաստ է սունկը։ Մի հատ տեսեք, սենց կերակուր, ինձ թվում է ռեստորաններում չի լինի։ Ոնց որ թե բան։ Համեղություն ստացվեց, ընտիր եւ համն էլ գերազանց կլինի։ Համն էլ։ Կափարիչ է։ Ահա։ Նստենք վայելենք, որ սունկ լվանանք, աշխատանքները սկսենք, ուժը հավաքենք, չէ, ուժ հավաքենք, Լիլիթն էլ ուտի, որ շուտ ապաքինվի։ Սիրելի հետևորդներս, մինչև այս սունկը կխաշեմ, այն մյուսը կմաքրենք, ես այս ընթացքում սխտորուկն եմ խաշում, դա էլ որ 3 եմ մաքրել, որ մնաց ինքը դախանալու է։ Ջուրը եռում է ու բերում եմ սխտորուկը։ Սա խաշում եմ, այս պահին թթու դնենք, ուտենք, չեմ փակելու։ Ինքը հեսա մտավ ջուրը, կտեղավորվի կաթսայի մեջ։ Ասեմ, որ սիրելի հետևորդներս, այսպես համ իր այդ ցողունն եմ թողում, համ էլ կանաչ հատվածներից։ Չմտածեք, որ այս կանաչ հատվածները համեղ չի լինի, շատ համով թթու է լինում։ Փափկեց, տեղավորվեց, ճարը ինչ։ Այս արանքից հանեմ։ Այնքան համով թթու է այս սխտորուկի թթուն։ Չգիտեմ, շատերը պատրաստած կլինեն, շատերն էլ սկիլ լսած չեն լինի սխտորուկի մասին։ Վայրի սխտորուկն է, դաշտի սխտորուկը։ Հուսում ենք, չորացնում ենք բանջարների համար է։ Շատ լավներ են, որ տեսա գայթակղվեցի, չդիմացա, ինձ տանջելով արագ հավաքեցի։ Ահա սիրելի հետևորդներս, մի հատ լավ եռած, ահա, ու հանում եմ։ Ինքը շատ դալար է, պետք չի, որ շատ խաշեմ։ Լցնում եմ սինի մեջ։ Իմ խոհանոցը այս պահին ամբողջությամբ դաշտի բարիքներով է լցված, համեղություններով։ Չմտածեք, որ սա լղկվեց, ոչ, որ փափուկ հավեսին ուտվի։ Կանաչները չեն լղկվելու։ Բերեմ են էլ կցեմ։ Էվեց ու խաշվեց, պակասեց։ Էլ չկա, այսքան հազիվ հասցրեցի, քաղեցի, հեսա կխաշվի, կպակասի։ Սառի աղաջուր կանեմ, մտենք այսպես։ Ահա, և սրա վրա սիրելի հետևորդներս աղ եմ ցանում։ Շուռ ու մուրտամ։ Ասեմ, որ սենց էլ շատ համով է սիրելի հետևորդներ, աղը ցանում ես ու ուտում ես։ Ընտիր։ Տեսեք։ Սենց էլ շատ համով է։
Մի հատ փորձեմ։ Իսկ ինչ համով է։ Հիմա կմտածեք սա սխտորի համ է, ոչ, քաղցր է։ Սխտորի համ էլ կա, բայց հիմնականը ինքը քաղցր է։ Կծու չի։ Սա էլ թող եռա, մինչև եռա ես սաղ կուտեմ։ Սա էլ եռաց և անջատել եմ ու հանում եմ։ Վերջ, ես մի դարդից պրծա։ Ես մի հոգսից պրծա։ Ինչու սա արեցի, որովհետև մինչև սառը ես այս ընկերից կպրծնեմ ու թթու կդնեմ։ Ահա և վերջ, մի հատ նայեք ես սխտորուկների որակը։ Պսպղում են, սպիտակ, մաքուր, համով, խաշելուց էլ իրական աջ այս գույնը պահպանում է։ Օգտվեք անպայման դաշտի բարիքներից։ Սիրելի հետևորդներս, մինչև վերջնական ամբողջ սունկը չլվանք, չեմ խաշելու։ Խաշելը հեշտ է, կտրեմ, դնեմ գազօջախին, էպվելու է։ Սա իհարկե ասես փշուրներ է, լցրել եմ բանի ամանի մեջ, են որ սրանց ոնց ասած բան չես անում, բայց դե սունկա։ Չարչարվել եմ, ես ոչ մեկն է չեմ գցի։ Ու այստեղ սիրելի հետևորդներս, նորից սունկ եմ, սրա մեջ չեմ դնելու, դրա համար դրեցի այստեղ, սա լվացած սունկ է, նորից հատ լվալու եմ, փուջուրիկներն են, մեկ դույլ էլ լցնեմ, հերթով լվանամ, մեծերը մեծ, փոքրերը փոքր, սա վերջնական լվանալն է, են թերթիկների արանքից, այս մեծերը շուտվա սունկ են, դրա համար սենց է։ Կարում ես էլի բանանես։ Հա, տիրապտես իմ լեզվով ասած։ Սիրելի հետևորդներ, տիրապտես, սա էսի է, հա, տիրապտելը, որ այսքան մանրակրկիտ պիտի տիրապտենք։ Այս սևացածները արևն է վառել, որ սենց սև երանք են ստացել, բայց ինքը փչացած չի։ Էդ էլ բացատրեմ։ Դա էլ ասեմ, էլ որն ասենք, էլ որը։ Դե արդեն պարզա, պետք է ամբողջը լվանանք, այս համով սնկիկներին պիտի լվանանք, պարզա այս համովություններին, պիտի մանրակրկիտ լվանանք, սիրելի հետևորդներս, էլ այդ լվալու ընթացքը չեմ ցուցադրելու, կցուցադրեմ, թե ոնց եմ խաշում։ Սիրելի հետևորդներ, սունկը լվում ենք ու լվում, առանձնացրել ենք, բերեցիր, լավ, առանձին ենք դրել տեսակները, փոքրերը առանձին, ստեղ շատ մեծերն են, հիմա դա կկտրեմ, փոքրերը չեմ կտրելու, խաշելու, փոքրերը չեմ կտրի ու տենց կլորակ խաշեմ, այստեղ կտրելունն է պետք, սրանք
Սրանք պիտի կտրեմ, սա կտրեմ, էլի այստեղ լցրել եմ ջրի մեջ, որ փափկի, մի քիչ էլ կամ, ու երևի թե կվերջանա, հիմա սա, ես մեծ կացայի մեջ պետք է կտրեմ, ոյ, դա կիսվեց ինքն իրան, արդեն գիտեք, որ սունկը էփելուր ջուր չենք լցնում, որովհետև ինքը հիմա այնքան ջուրաքաշ է իր մեջ, որ դուրս է տալու դեռ, այդ սնկի ջուրն էլ է համով, ես որ դրեցի ջեռոցը, այդ սնկի ջուրը լցրել եմ բանկան, դրել եմ սառնարանը, ճարով փլավ պատրաստեմ, կօգտագործեմ, շատ համով էր, ջրի տեղը դա կլցնեմ, իհարկե էլի ջուր կավելացնեմ ու մեկ էլ էդ, կտորներ կան, այս կտորները այսենց, մեր հարսնիքի սունկ է լավ, չէ Հրանտ, ասեմ մեր հարսնիքի սունկը էլ է, սիրունիկներին կտրում ենք, սիրելի հետևորդներ, ահա մի կաթսա դրել եմ, որ խաշվի, սա այն ամենամեծ սնկերն են, իհարկե փոքրիկներ էլ կան, կտորներ է, մի մեծ կաթսա, էլի տեսականի, տեսեք, փոքրիկ սնկեր են սրանք, ամենապուճուրները, չեմ կտրտի, իհարկե էլի ընդհանուր կխաշեմ, փոքրիկները ամենա կջոկեմ ու մարինատ կանեմ, մի բանկա մարինատ կդնեմ, չեմ պահածոյացնի, որովհետև հողը շատ է վախենալու է, հենց կսարքեմ, կուտենք մի պահ, սա էլի լավ սնկիկներ են, այս մեծերը այսպես եմ մսոտ են, սրանք այսպես եմ խաշելու, սիրելի հետևորդներս, կլոր դնեմ, որ ձմռանը հանեմ, այսօր ջեռոցում ոնց էի պատրաստել, այտենց պատրաստեմ, այս կլորները դրա համար եմ, իսկ փոքրերն էլ, բոլորը սրանք ամբողջությամբ եմ խաշելու, բերեմ, քանի որ սնկի լվանալու դժվարին գործից պրծանք, տորուկը թթուկը, երեկել էր տենց, սիրելի հետևորդներս, այս սխտորուկը այս բանկայի մեջ կդնեմ, թթում, երկու հատ բանկայա, սրա մեջ կդնեմ, դնում եմ այս պահին ուտելու համար, խառը լցնում եմ, երեկել ես, արիմ չէ լավ, առավոտ է հելամ, սա այսպես,
Եվ սա էլ այստեղ 700 գրամանոցի մեջ մեկ խառը լցնում եմ, էլ դիզայնի հետև չեմ ընգնում, գեղեցիկ լինի, ինչ լինի, սա էլ այսպես, սովորական ջուր եմ վերցրել, սառը ջուր, սորակի սառը ջուր ու աղաջուրն եմ բռնում, այս թթուների աղաջուրը գիտեք ոնց եմ անում, փլավ որ պատրաստում ես, փլավի ջրից մի քիչ աղի, մոտավորապես այս 1 լիտրա տանում, այս ամանը 1 գթալ աղ եմ լցնում, խառնում եմ, նաև հաշվի եմ առնում, որ խաշելուց հետո աղ եմ լցրել վրան, ահա, եթե ալանի է լինում, թթուն սկսում է ծորալ, բայց սա մի քանի օրվանը կվերջանա, սիրելի հետևորդներս ու ջուրն եմ լցնում, աղաջուրն էլ շատ արեցի, ավելացավ, իհարկե մի քիչ այսպես գթալի պոչով կսխմրտեմ, արանքները բացվի, որ ջուրը էլի լցեմ, ավելավ ավելանա, քանց թե պակասի, այս էլ թթուն, սխտորոկի թթուն, սիրելի հետևորդներս, չեմ զակատում, նույնիսկ վաղը սա կարելի է ուտել, ինչ մնաց սիրելի հետևորդներս, այսպես փակել, ու ես սա անմիջապես տեղափոխում եմ սառնարան, չեմ թողում դուրսը, սառնարան, այսպես համ կանաչ է մնում, համ էլ շատ համով, սառնարանում եթե թթվում է, ավելի համով է լինում, դա իմ կարծիքն է, դուք էլ փորձեք կհամոզվեք, մինչև սառնարան դնելը ես սա մի հատ խառնեմ, ինքը հեսա պակասես, չեք մի գլխում կացա էր, ջուրը հեսա դուրս տվեց, չեմ ուզում էլի, տենց խառնեմ լղկվի, աստիճանաբար հեսա ինքը կնստի, բայց ասեք, որ շատ սիրուն է, չէ, ահա սիրելի հետևորդներս, տեսեք իշքան պակասեց ու իշքան ջուր դուրս տվեց, դեռ էլի է պակասելու ու ջուրն էլ ավելանալու, աղ չեմ լցրել, մի հատ կեռա ու քամեմ, որ սառի դնեմ սառցախցիկ, ու ես այն կողմի վրա հիմա այն մի փոքր ավելուկը պիտի հուսեմ, երեկվա բերած ավելուկն է, սխտորուկի հետ որ քաղել է, այն օմոնի մեջ էլ ահա ասունք, հեն որ կոտրտված է մի քիչ, բայց դե չգցեցի, օй, բայց ես էլ նես չի որ 60 կա, լավն է, են որ չկալից լավն է, սա էլ կլվանամ հաճարով փլավ կսարքեմ, են ջուրն էլ կօգտագործեմ, կակրաս նաև բոխի էլ կա, բոխիով կուտեմ, ես ավելուկն էլ չարչարվել եմ, ես էլ չհուսեմ, մինչև են բանը կերա, սա էլ հուսեմ,
Սա կիսաչորանալ կլինի, մի օր կսարքեմ, ձմռվա համար չի, հատուկ։ Ես սիրում եմ այդ կիսաչորանալը, դրա համար քաղեցի, որ հուսեմ չորանա։ Ենքան էլ լավն է, լղտիկ ավելուկներ։ Մեր մոտ վայքում կոկոմ են քաղում, խոսքի ես արտաշատում կամ տեսել եմ, որ տերևակալում է, տերևներն են քաղում, բայց այստեղ այսեն զոխերով, շատ համով է լինում զոխով, փափուկ, ավելուկի միջուկները նաև էփում տապակում են, այս արտը, որ սխտորուկ կարու ավելուկ, մի 10 օրից, հո փնջերով ավելուկ չի լինի, ընտիր կլինի, սա ենքան, որ հուսեմ այցել արանքից հանեմ, այսօր խելակ գործ արեցի, խելակն էլ է վայքի բարբառով, որ նշանակում է շատ, ահագին, խելակ գործ արեցի, իհարկե այս գործերը, որ հիմա անում եմ, սիրելի հետևորդներս, ուրեմն ասեմ, գնացել եմ գործից եկել եմ, գնացել եմ հողամասում էլի ահագին գործեր ենք արել ու եկել եմ սկսել եմ ես սունկ խաշելը, ուտելիք սարքելը, հիմա էլ ես ավելուկ հուսելը։ Մի հատ մտածեցի, թե սունկը եռում է, բայց չէ։ Այստեղ այն տարբերակն է, որ ասում են ամառվա փուշը, ձմեռվա նուշը, այո, փուշն էլ կարող է օգնել, ինչ որ վատ կացությունից, վատ դրությունից դուրս գաս, ինմա պահել, որ մսից հոգնում ես, ուզում ես բանջար ուտել, օրինակ երբ հյուր են գալիս մեր տանը, ես երբ մանդակ եմ սարքում կամ ավելուկ, կամ սունկ ավելի հաճույքով են ուտում, քան միսը։ Ավելուկը պարտադիր պետք է թառամի, որ նոր հուսես, թե չէ ինքը պոկվելու է։ Նաև ասեմ, որ ավելուկի կեղծն է կա դառը, ինձ շատ հաճախ գրել եք, ասել եք, որ ավելուկ ենք առել, դառն ա եղել, այո, պիտի իմանաս, որ տեղից ես քաղում, մեր տարածքներում էլ կա դառը ավելուկ։ Բոլոր բանջարների դառը տեսակն էլ կա, սիրելի հետևորդներս, ալագյազինն էլ, սպտկունին էլ, դառը կա։ Լիլիթս մի քիչ ապաքինվել է, բայց դեռ էլի են չի, գույնը են չի։ Փորձենք ես առողջ։
մի բանով կապեմ, քանի որ ռեզին հիմա չկա, սենց ոլորեմ, իրանով կկապեմ, մինչև կբերեմ, մեկա չի բացվի։ Ես էլ ավելուկը, մի ուտելու ավելուկա, կախեմ չորանը, սիրելի հետևորդներ, ես ավելուկն է արանքից հանեցի, չարչարվել եմ, չթողեցի, որ փչանար։ Ու արդեն սունկը եռում է, չեմ եռացնում։ Վերջ, հոմեղություն։ Ահա և տանեմ քամելու, ինչեր ծանր կլնի։ Ասել ենք շաբաթ կգանք։ Սիրելի հետևորդներս կաթսան ազատվեց և հիմա ես խաշելու եմ այս սնկերը ու սրանք չեմ կտրում, հենց այսպես լցնում եմ, մեծ, փոքր, տեսեք ինչ լավ սնկիկներ են, ահա, մի աման էլ կա, սրանք էլ նայնք լավն են, ոյ, ենքան պինդ են, ամնալավը ես փոքրիկ սնկերն են պինդ, էլ երացնեմ կամեմ, խիղճս հանգիստ, գնամ կնեմ, որ վաղը գնամ գործի, գործն էլ վաղվան չեն թողում սիրելի հետևորդներս, որովհետև վաղը նոր գործեր են առաջանում։ Սիրելի հետևորդներ, ես սնկերն է եռացին, ինչպես տեսնում եք, նաև պակասեց։ Անջատում եմ ու սա էլ կամեմ, այսօրվա համար նախատեսել էի այսքանը։ Մի անդար սունկը եղավ այսքան։ Հիմա տեսնում եք, չէ, ինչքան փոքրացան սնկերը։ Դրա համար սրանք չկտրեցի, համել այսպես լավ ոտենց մսոտ, քիփլիկ, պինդ մնում են։ Հա մի բան էլ ասեմ, չմոռանանք, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք ու լայքեք։ Սիրելի հետևորդներս, սունկը սառել է, քամվել է և հիմա ես դասավորում եմ, լցնում եմ տոպրակները, մեկ անգամյա օգտագործման տոպրակների մեջ եմ լցնում։ Սա են փոքրիկ սնկերն են, տարբեր չափերի են և տեսեք ինչ լավն են։ Խառը լցնում եմ, կարևորը իրանք կտրած չեն։ Տեղը շատ է, ամանները Արցախցիքում տեղ շատ են զբաղեցնում։ Այսքան եմ լցնում։ Ցես տապակես կամ փլավների մեջ, շատ չեմ լցնում, ամբողջությամբ չեմ լցնում, իմ չափը դա է, եթե շատ հյուրեր ունենամ, 2 տոպրակ կօգտագործեմ։ Այն անդար սունկը, սիրելի հետևորդներս, ինչ մնաց, պակասում է շատ։ Ասում են նազ այդքան սունկը ինչ արեցիր, ահա, տեսեք ինչ արեցի։ Լցնում եմ, դնեմ սառցախցիկ։ Սունկը կարող ենք լցնել նաև բրնձի մեջ, բրնձով, սնկով, քաշովի եփել, դե հաճարի մեջ պարտադիր, ձավարով, փլավ, ինչ էլ սարքենք համեղություն է։ Ես որ ջեռոցում պատրաստեցի, սրանք կարելի է համեմել համեմունքներով ու դնել ջեռոց, շատ լավ կլինի։ 6 տոպրակ, անում եմ այսպես կապում, ահա,
Այսինչ վիճակում իրան քառակուսի չի լինի, չես կարա հատուկ ձև տաս, Էսի սենց, բայց դե ես էլի սունկ ունեմ, էլի ունեմ, մի հատ նայեք, ինքը ճիշտ է բացված սունկ էր, բայց չի լղկվել։ Երեկ մտածում էի, որ ես սունկ լվալուց չենք պրծնի, հա Լիլիթ, ինչ ա եղել, ահա սիրելի հետևորդներս 8 հատ դա, 3, 6 հատ էլ դա, ինչ եղավ 14 տոպրակ, որ սա ամենահամեղ սունկն է, սիրելի հետևորդներս, մեր Վայոց ձորում շատ սնկերի տեսականի կա, սա կապույտ ոտք սունկն է, ինքը տեսեք կապտա երանգ ունի, և աղվեսադունչ կա, գառանդմակ կա, սարիսունկ կա, շեկլիկ կա, յուղասունկ կա, շամպինյոն կա և այս իմ թվարկած բոլոր սնկերը թունավոր չեն, ինձ հարցնում են, գրում են, ասում են չեք վախենում, որ դնում եք սառցախցիկ կամ ես վախենում եմ ուտեմ սունկ թունավոր է, ոչ, սունկը, այս տեսակի սունկը երբեք էլ թունավոր չի, երբ կարելի է վախենալ, օրինակ ես էլ եմ վախենում, որ զակատեմ մարինատ սունկ պատրաստեմ, որովհետև ինչքան էլ լավ լվանանք, այն թերթիկների մեջ կարող է հողը պահպանվի, դրա համար չեմ պահածոյացնում, կարող եմ մարինատ դնեմ, այդ պահին ուտեմ, այդպես անվտանգ է, ինչպես նաև այս տարբերակով, սիրելիներս, դուք էլ հավաքեք, մի վախեցեք, դրեք սառցախցիկ և օգտվեք այս դաշտի բնական բարիքից, բնական սնկից, շատ տարբերվող է, յուրահատուկ է, տարբերվում է արհեստական ջերմոցներում աճեցրած սնկերից, դուք էլ ինչ կպատրաստեք, ինչ կստեղծեք, կչարչարվեք, ուրախությամբ վայելեք, առողջ ուտեք, ամենակարևորը։ Սա էլ ես տեղավոր եմ սառցախցիկ